Մուլտիտրանսի ավտոբուսներն են սպասարկելու, հա մուլտիտրանսի ներկայացուցիչը խոստացավ, որ ավելի շատ ալնելու երթուղում ավտոբուսների քանակը ժամերը կդիտարկեն եւ 200 դրամ, բայց մեզ իհարկե դա չի գոհացնում, որովհետեւ հիմնականում Պրոշան համայնքը ունի շատ ուսանողներ, երիտասարդներ, ովքեր գնում են դպրոց եւ աշխատանքի մարդիկ գնում են քաղաքի կենտրոն եւ ոչ թե գնում են, ասենք, ֆիզիկայի ինստիտուտ։ Բայց ներողություն, դուք պահանջներից մեկը, որով եկել եք այստեղ, այն էր, որ 25 համարին ձեռք չեն տալիս, այլ գազելներ կարող խաբեություն է, ամեն խաբեություն է։ Եվ հիմա նաև մեկ հարց, եթե խնդիրը կառավարության կողմից դրված է, որ պետք է Երևան քաղաքի տրանսպորտը բեռնաթափվի, հետևաբար այդքան մեծաթիվ, հա, իրենք դուք ասացիք, որ ասել են գազելների թիվը կավելացն, այդ դեպքում ոնց է։ Դա էլ հարցրեցինք, այդ հարցի պատասխան չտվեցին եւ որոշումը կառավարության եղել 2006 թվականից, եթե չեմ սխալվում, որ պետք է մարզային տրանսպորտը սպասարկվի, բայց մուլտիտրանսը տենդերը շահել է 2021 թվականին, բայց չգիտես ինչի նոր են որոշել, որ գան։ Խնդիր չկա, մենք մուլտիտրանսի դեմ ոչ մի բան չունենք, թող երկրորդ գիծը լինի, երրորդ գիծը լինի, որտեղ երկու համայնքները արագ զարգանում են եւ նույն ուղղության վրա այնտեղ պահածոների կոմբինատի աշխատողներն են գնում էլիտար, նոր թաղամասեր կա, այդ կոմպլեքսը պետքա գա, մարդիկ շատ են գնալու գան այդտեղով եւ ուղղակի գնալ դեպի բանի մոտ, ֆիզիկայի ինստիտուտի մոտ մարդկանց համ թե գրպանն են մտնում, այսինքն գինը կրկնակի թանկանում է, համ արդեն դառնում է, որ մարդը պետք է եթե ժամը 7-ին էր դուրս գալիս տանից, պետքա 6-ին դուրս գա, որ 3 հատ տրանսպորտ փոխի, հասնի իր աշխատանքի։ Հաջորդիվ քայլերը հիմա մենք կգնանք համայնքի բնակիչների հետ կքննարկենք, իհարկե մեզ դե այո, նաև այս ժամին իհարկե պատասխանը մեզ դուր չեկավ, մենք գնանք հաջորդ քայլերը երևի չենք նստի այդ ավտոբուսները, կբոյկոտենք եւ եթե պետք լինի նաև էլի կանցնենք փողոց փակելու։ Ժամային գրաֆիկի ճշտում եղավ, որովհետեւ մինչեւ 19:30 պետք է աշխատեին։ Այո, ժամային գրաֆիկի պահով ասացին, որ խնդիր չկա, եթե պետք է մինչեւ գիշեր ժամ 1-ն եք աշխատի, այդ դեպքում ընդառաջեցին, բայց մեկը գնալ հասնել երեկոյան աշխատանքից հետո այնտեղ շատ դժվար է հասնել բանի մոտ, ֆիզիկայի ինստիտուտի մոտ։ Հանդիպվել եք միայն ՏԿ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ, թե այլ պաշտոնյա։ Արմեն Սիմոնյանի էլի կային փոխնախարարներից ազգանուններ չեմ հիշում եւ ներկայացուցիչներ մուլտիտրանսի։ Այո։ Եթե ամփոփենք, ստացվում է բնակիչների կարծիքը հաշվի չի առնվել, բնակիչների շահը, այսինքն դա պետք է հենց ազգաբնակչության շահը դրվեր առաջին տեղում, ստացվում է այդպես չէ։ Այո, միանշանակ 2.5 ժամ մենք նույն բանն ենք պնդում, ամեն ձև փորձում ենք բացատրել, բայց պատասխանը մեկն էր, որ ոչ 25 համարը չի սպասարկելու։ Իդեպ ասեմ կներողություն, եթե բերում են օրինակը, որ Երևանի տրանսպորտը չի կարող սպասարկել, եթե նայում ենք մենք քարտեզով, Երևանը ավարտվում է նախկին պաշտպանության նախարարության շենքի այդ տարածքում, այսինքն մինչև Պրոշան համայնքի հայփոստի տարածքը 1 կիլոմետր է չկա։ Մեր խնդրանքը դա էր, որ ընդամենը այսքան մարդկանց դժվարություններ ստեղծելու փոխարեն գնան ընդառաջեն եւ մի քանի կիլոմետր ավել այդ ավտոբուսը աշխատի։ Այսինքն դուք նշեցիք, որ 2021 թվականին է մուլտիտրանսի հետ պայմանագիրը կնքվել։ Հիմա 2021-ից մինչև հիմա բնակիչների հետ հանդիպում եղել է, տեղեկացրել են։ Ես ոնց հասկացա, դուք շաբաթ օրը բնակիչները հանկարծակի, հա, եկան, որ ինչու 25 համարը չի գործում, 4 տարի արդեն անցել է, որևէ հանդիպում այս ընթացքում եղել է բնակիչների հետ, որպեսզի ասվի։ Չէ, բնակիչների հետ որևէ հանդիպում չի եղել, տեսեք, մինչև 25 համարի երթուղին գից մտնելը, սպասարկում էր 114 համարի գազելները, էլի մեծ դժվարություններով քաղաքացիները մի ձևի գնում գալիս են, առավոտը շոֆերը ներողություն սենց էր անում, որովհետև տեղ չուներ, երեկոյան սենց անում, որովհետև արդեն գծից դուրս էր գալիս։ 25 համարը երբ որ եկավ, նորմալ սպասարկվել է 25 համարով գնացել եկել են, իհարկե եղել է պիկ ժամերին մարդիկ, մեզ տեղ չի եղել մեջը, բայց իսկ ինչ վերաբերում է ծանուցմանը, ծանուցումները եղել են մենակ տեղադրված, եթե չեմ սխալվում նախորդ ամիս Քասախ եւ Պրոշան համայնքների Facebook-յան էջերում եւ մեկ էլ մարդիկ իմացել են ավտոբուսի շոֆերներից, ավտոբուսի վարորդներն են ասել, որ չեն սպասարկելու։
Իսկ դուք ներկայացրեցիք, որ Հա, եթե խնդրեմ մի բան էլ, իսկ դուք ներկայացրեցիք այնտեղ կանայք նշում էին, որ մանկասայլակներով, հեծանիվներով երեխաներ են, հա, ի վերջո դպրոց են գնում մանկապարտեզ, դա ասացիք գազելի մեջ ոնց են Դա ասացինք, մուլտիտրանսի ներկայացուցիչը ասաց, որ ամեն մի երթուղում ունենք մեկ հատ նման կահավորված գազել, որը պատրաստ է տվյալ ժամին մոտենա, որ այդ մարդկանց տեղափոխի, բայց մեկ հատ է ընդհանրապես։ Սերգո Մուրադյան, նախ հարգելի լրագրողներ, առիթից օգտվելով սրտան շնորհավորում ձեր ապրիլի 7-ի կապակցությամբ։ Ինչ վերաբերվում է մեր տրանսպորտի հարցի, որ Քասախի թե ես Պրոշան Ավանի բնակիչ եմ, նաև հանդիսանում եմ Համահայկական ճակատկուսակցության խորհրդի անդամ, ներկայացնեմ, որ այս հարցը ինչ բարձրացավ ավտոբուսների հանելը, մեր կուսակցությունը, մեր շարժման ղեկավարը գեներալ մայոր Արշակ Կարապետյանը ամբողջ մեր կուսակցական ուժով կանգնում է, հայտարարեց, որ կանգնած է ժողովրդի կողքին եւ մենք եկել էինք այն պահանջով, որ պետք է ավտոբուսները մնա նույնը, չհանեն։ Մենք դեմ չենք մուլտիգրուպի այդ գազելների մուտքը համայք, թող որպես երկրորդ գիծ, երրորդ գիծ իշկը մեկը բնակչությանը դա չի համապատասխանում քանակին։ Մենք ներկայացրեցինք տարբեր փաստեր, ներկայացրեցինք, որ գյուղում կան անապահով շատ ընտանիքներ, ներկայացրեցինք, որ գյուղում գործում են կան ուսանողների մեծ քանակ, կան հիվանդ երեխաներ, ծնողները, ովքեր անվասայլակներով, այլ միջոցներով հարմարությունները ավտոբուսով ավելի հարմար է, այսօր եթե դուք հանում եք, ինչպես է այդ ծնողը, որ անվասայլակը ամեն տաքսի էլ չի, որ վերցնում է, այսպես ասած։ 2 ժամից ավել մեր տևած բանակցություններից պարզ դարձավ մի բան, որ իրենք, այսպես ասած, 7000 բնակիչ ունեցող Պրոշան համայնքի, մոտ 7000 բնակիչ ունեցող Քասախ համայնքի բնակչության ձայնը հաշվի չեն առնում։ Հետագա քայլերը, ներողություն, շաբաթ օրը դուք, եթե չեմ սխալվում, էլի տեսանյութ եմ դիտել, դուք նշում էիք, որ եթե կառավարությունը ընդառաջ չգնա ժողովրդին, ապա վրաներ կտեղադրեք նույնիսկ ամառանոց կառավարական ամառանոցի։ Գիտեք ինչ, կա միգուցե այդ վաղ, հա, բորբոքված են եղել ամառանոցի դեմ եւ այլն, բայց ես կրկնում եմ նորից, ամբողջ ժողովուրդը, եթե այդ օրը ժողովրդի, այսպես ասած, 20%, 30%-ներ հավաքված բոյկոտում, այժմ ամբողջ 2 գյուղի ժողովուրդներ համոզված եղեք, դուրս է գալու փողոց եւ քայլերթով գա կառավարության դեմ իր բողոքի նշանը արտահայտելու։ Պարոն Մուրադյան, կարող ենք փաստել, որ կառավարության ընդառաջումը միայն 50 դրամ իջեցնելու հետ է կապված, այսինքն 250-ից գիտեք ինչ, իրենք 200 դրամ։ Հա, նայեք, իրենք ասում են 250 է նախատեսած եղել մուլտիգրուպի, այսպես ասած, այդ գազելները, բայց գնացել են փողզիջման 50 դրամ սակագինը իջեցրել են, բայց հարգելի լրագրողներ, եկեք փաստենք մի բան։ Նայեք, 250 դրամ է այն։ Նայեք, հիմա Պրոշան Ավանի բնակիչը օրինակի համար պետք է գալու է ֆիզիկայի ինստիտուտ իշնի 200 դրամ վճարելով։ Մի հատ է 150 պետք է տա, գնա օրինակի համար բարեկամություն իշնի։ Մի անձի համար, մի անհատի համար, մի մարդու համար 200 գնալ 200-400 դրամ, այսինքն ամսական բեռը, ֆինանսական բեռը մի անձի համար կազմում է 12000 դրամ, հաշվի առեք, մի տուն կա, որ ունի 4 ուսանող, այսինքն այդ ծնողը մտածի իր ուսանողների ուսման վարձը տա ու այդ տվյալ տանը արդեն 50,000 բեռ ավելանում է,
400 ասացիք, բայց 150, 700 հոգի։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ 200 դրամ այդ գազելի գինը, 200 դրամ գալ, 200 դրամ գնալը։ Զուտ այդ տրանսպորտի ավելանալը 400 դրամ, եթե 25-ը հանում են։ Ամեն անհատի մեջ 400 դրամ ավելանում է։ Բայց ֆիզիկա ինստիտուտի հատվածից էլ այլ կետ պետք է, չէ՞։ Այո, ես հա, միանշանակ։ Ինքը եթե ամենակիչը, բայց այդ ուսանողը միած սնվել է ուզում, մի բան հասկացեք, այսօր ամեն ինչ անում են ժողովրդի գրպանին կպնելու համար։ Ժողովրդական էին իրանք, իսկ հիմա ժողովրդի դեմն են իրանք։ Եկեք ստեղ խոսացեք, չէ՞ Ինչու՞մ նախնդիրը, որ դժգոհությունները ամբողջ համայնքը դժգոհությունը հայտնում է զուտ միանշանակ ու տեղեկացնեմ ձեզ, որ երկու համայնքում արդեն իսկ հավաքված է մոտ 4000 ստորագրահավաք 2400-2500 մոտ Պրոշյան համայնքում է ստորագրահավաք հավաքվել պլյուս 8 ժամվա 7 ժամվա մեջ Քասախ համայնքը հավաքել է 1300-1400 ստորագրահավաք միթե չեն տեսնում այս ժողովրդի վիճակը միթե այս ժողովուրդը այսքան չկա սենց ասած իրենք իրանց տակուկ տեղերը նստած չեն ուզում այդ ժողովրդի հոգսի մեջ մտնել ընդամենը 5 կիլոմետր տարբերություն մենք բացատրում ենք ասում ենք հարգելի փոխնախարար Ընդամենը 4-ից 5 կիլոմետր երթևեկելով դուք այս հարցի մեկ այլ կերպ վերանայեք, ասում եմ դուք նայեք 4-5 կիլոմետր է ընդամենը տարբերությունը, ասում դե չէ, ասում Երևան քաղաքի պետք է մարզային 2 ժամ ու կես տևած բանակցություններից հետո նույն բանին արժանացանք, նույն խոսույթներին, ոչ մի բան չփոխվեց։ 4000 ստորագրություն եք ներկայացրել, 4000-ից 15000-ի մոտ բնակիչ է ապրում, երկու համայնքներում միասին։ Ակնկալել, որ վաղը մուլտիգրուպի երթուղիներով այդ մնացած գոնե 1000-2000 Մուլտիգրուպի ներկայացուցիչը պնդում է, ասում է, որ խնդիր չկա, եթե անհրաժեշտ լինի, մենք կմտցնենք շատ տրանսպորտ, այսինքն եթե հիմա նախատեսել են խոսքի 8-6 տրանսպորտ, եթե պետք լինի 10 եւ ավել տրանսպորտ մենք կավելացնենք ու գիտեք ինչումն է բանը մեր ավտոբուսների հանելը նաեւ կապում են նրա հետ մարզայինները որ չմտնեն Երևան, ասում է ծանրաբեռնված է Երևանը եւ այնուամենայնիվ շեշտելով որ մուլտիգրուպը կավելացնի 10 մեքենա ու կաշխատի եթե պետք լինի 2 րոպեն 1 2 րոպեն 1 ինչ եք պատկերացնում 5 մեքենա իրար հետևից մտնելը դա ծանրաբեռնվածություն չի Երևան քաղաքին միանշանակ ծանրաբեռնվածություն է Կակնկալել որ մուլտիգրուպ ընկերությունը այդ 200-ն էլ եթե զիջի դարձնի 150 Չէ ժողովուրդը ոչ միանշանակ ոչ քանի որ չի կարող բավարարել քանի որ ինքը համ երթուղին է շատ կարճ համ էլ բանը միանշանակ Իսկ հակառակի դեպքում թողնել 200 երթուղին երկարացնել նույն 25-ի կամ 50-ի Չեն համաձայնվում իրենք դաժե քննարկումը ասում է եթե համաձայնվի Երևան քաղաքը մենք դիմենք պետք է դիտարկել գումարայինը արդեն ասում է Կարող է 300 հա նույնը ոնց տեսնում ես նայեք հիմա ասենց ասեմ կարող է հիմա ժողովրդի մի հատ այսպես գցեն մի հատ թուրիմացության մեջ ասեն գիտեք ինչ ձեզ հիմա տանում ենք բարեկամություն ժողովուրդը էլի ինչ որ միտեղ համակերպվի 1 ամիս 2 ամիս հետո ինչպես արեցին Եղվարդ քաղաքում սկզբից համաձայնության եկան 300 դրամ սակագինը դնելով գնում էր մինչև կենտրոնական ավտոկայան 1 ամիս հետո նույն 300-ը պահպանվեց այժմ մինչև ֆիզիկայի խաչմերուկ է պա նույնը չի բացառվում մեզ հետ դա կատարվի Պարոն Մուրադյան հաջորդիվ ձեր քայլերը հստակ Մեր քայլերը հետևյալն է մեզ հիմա սպասում է երկու համայնքում է ամբողջ գյուղը սպասում է մեր գյուղ հասնելուն մենք հիմա կգնանք քննարկենք միանշանակ մենք դեմ ենք 25 համարի դուրս գալուն մենք ինքներս դուրս են գալու փողոց մեր բողոքի ձայնը
այսօրվա իշխանություններին արձակելու։ Միանշանակ, եթե ճանապարհը փակել կլինի, թե այնտեղից քայլերթով մենք կգանք կառավարություն, դա արդեն կորոշենք, մինչև վերջ, այո, գնալու ենք, մինչև վերջ։